Բարև ձեզ, դարբերակ 21 հարթագի խոսենք ու լսենք պոդքասթեն։ Մեր այսօրվա զրուցակիցն է ուսողության մանկավարժ, գրթական հետազոտող, ուսողության բովանդակությունը ստեղծող և ուսուցիչներու վերապատրաստության ծրագիրներու հեղինակ Խաչիկ Հրակ Դեմիրճյանը։ Խաչիկին աշխատանքը կենտրոնացած է նաև հիմա արհեստական բիցենք, artificial բիցենք, գործված ենք մենք Խաչիկ արհեստական բանականություն, արվեստական բանականություն, բավական գործված ենք, բայց բայենք արհեստական բանականության, բարոյակիրության էթիքսին վրա։ Մեր այսօրվա զրույցին նպատակն է հասկանալ, թե ինչպես կրնանք AI-ը, արհեստական բանականությունը ուսուցման և գիրարկման կայլեր ձեռնարկել Լիբանանի և հայկական դպրոցներու մեջ, ինչպես կարելի է AI-ը դարձնել ուսուցման օգտակար գործիք և ինչ փոփոխություններ կսպասեն, եթե որտեգրենք AI-ը իբրև ուսուցման միջոց և ուսուցման դասանյութ, ինչ փոփոխություններ կսպասեն մեր դասարաններու մեջ։ Եվ այսօրվա գրեթե նյութը պիտի եթե թեմավը բիճշտենք, պիտի լա արհեստական բանականությունը դասարանի մեջ նոր մտածելակերպը գրթության համար։ Նախքան մանրամասներում մտնալը գիտեմ, որ նոր է գար Հայաստանեն, պիտի խնդրեի, որ Հայաստան վերջին այցելության մասին ամպոպ արդեն որոշ զետ է բատմես մեր ունգտիրներ մտնորդի մեջ կմտնեն, թե ինչի մասին պիտի շարունակենք խոսել։ Բարև Վարուժ, լավ, ուրեմն Հայաստան այցելությանս բանջարը և նպատակը արհեստական բանականության սերունդ, ֆաստ հիմնադրամի արհեստական բանականության սերունդ ծրագիրն է, որ կնպատակադրի Հայաստանի բոլոր մարզերում մեջ արդեն 23 դպրոցներու մեջ աշխատանքները կդանի և կնպատակադրի արհեստական բանականության դասավանդումը այս դպրոցներեն ներս։ Շուտով այդ աշխատանքը նպատակ ունի, որ 45 դպրոցներու մեջ լակալարվն է սկսյալ, բայց արդարի արդեն 23-ի մեջ կլա և իմ այցելությանս նպատակը առաջին հերթին այցելությանս առաջին օրը արդեն իսկ հանրային ինչ-որ միջոցառում մգար, որտեղ ընդհանուր ոչ թե արժևորում կատարվեցավ, այլ ներկայացվեցավ ծրագիրը, ընդլայնման ընթացքը այսօր ուրենք ուր երտանք այս բոլոր չագերդյալ հաշվետվությունը ատկեպացի հանրային իրականության մեջ հանրային էր և չէր, այսինքն հետաքրքրվողները ներկայային հրավիրադոմսերով էր, մարդիկ, որոնք դպրոցներու ուսուցչակազմերը, դնորենությունները լավեր ներկայությունը շատ լավ էր, այս բարականներուն երբեմն հանրայիններ չսի, կանի կփորձենք քիչ մը սահմանափակել, թե ոչ շատ մեծ թիվերու մասին խոսվի, քանի որ լման հանրապետությունն է, այսինքն թիրախը։ Նաև այս այցելության ընթացքին ես դպրոցներ է, որ այցելեցի, որովհետեւ տեսնեմ նկատի ունենալով, որ ես նաև այս ծրագրին մեջ ուսուցիչներու զարգացման հարցով գսպահիմ, ուզեցի ստուգել, ոչ թե ստուգել, ծանոթանալ իրենց դպրոցի առօրյային խնդիրներուն, մեր նյութերը ներկայացնելու դժվարություններուն և արհեստական բանականությունը տեսնել դասարանեն ներս։ Եվ կուբարակայի հատկապես ուսողությունը, մաթեմատիկսն է, որ ինչպես պիտի ընդգրկվի AI-ի մեջ։ Չէ, լավ, ուրեմն ազբարակային ես նախ սահմանեմ իմ տերս այս ծրագրի մեջ, ես այս ծրագրի մեջ ստանցնած եմ քանի մտեր։ Առաջին տերը ուսողության բացշաջեցումն է, որբեսի հարմարը լա, այսինքն մեր ծրագիրը ինքը ունի 3 ոլորտ, ունենք ուսողությունը, ունենք ծրագրավորումը Python լեզվով եւ ունենք արհեստական բանականությունը։ Ուրեմն ես թե ուսողության, ասենք մշակողն եմ, ուսողության բաժնի նյութերու մշակողն եմ, թե արհեստական բանականության վերանայողը, հարմարեցնողը եւ այլն այդ բոլորը կատարողն եմ, առավել եւս ուսուցիչներու զարգացման ծրագրին։ Ազբարակային բոլոր ուսուցիչներով ես գեդակրկրվիմ, քանի որ միան ուսողության ուսուցիչները չեն, որ իմ հետաքրքրությանից դիրաններս են, այլ բոլոր ուսուցիչները այս դպրոցներում։ Բայց Խաչիկ, իմ կարծիքով հաջող եթե գրտնել եմ երբեմն
օգտակար է եւ գիտությանը սկիզբն է շատ կխոսենք AI-ի մասին, արհեստական բանականության մասին, AI tools կամ AI in schools, in գրթական համակարգի մեջ եւ այլն, բայց վերջավորության վստահ եմ շատեր չեն գիտեր որ AI ճիշտ ինչ է, ինչի մասին խոսենք որ վերջո արհեստական բանականությունը ինչ է, ինչու ասկան աշխարհը դակնի վրա եղած է, գուզե որտեքրել, գուզե կորզածել, գրթական համակարգի մեջ մտցնել, ինչ է ճիշտ, բայց վերջավորության կորզիկ մնե եւ ոչ թե իրականության մեջ վարուժ արհեստական բանականությունը նախ պետք է սահմանենք, որովհետեւ ունընտրողներուն ալ հստակ լա եւ առավել եւս պիտի ուզեի որ բավական փորձենք մենգալ ասենք սպეციფიկ լալ, այսինքն մենք հիմա Հայաստանի ծրագրին բարակային հատկապես կխոսենք որ արհեստական բանականության կորձիկներուն մասին չէ որ խոսենք որ արհեստական բանականության քրակիդության եւ օգտագործման մասին կխոսենք որ լման դարբեր բան է արհեստական բանականության կորձիկները օգտագործել են լման դարբեր բան է արհեստական բանականության էթիկը ուսումնասիրել են կամ արհեստական բանականությամբ աշխատող աշխարհի մեջ ապրել է կամ կորձել է կամ ադոր պատրաստ լալ է As ամեն մեկը իր հատկանիշներն ու հետաքրքրության բայց այս բոլորը զատ հասկանալու համար նախ հասկանանք սահման այո նախ ասեմ ինչ չէ արհեստական բանականությունը ռոբոտը չէ արհեստական բանականությունը ChatGPT-ին չէ միայն արհեստական բանականությունը ծրագրավորման ոլորտն է բաժինն է ծրագրավորում են հիմնական տարբերությունը ա դե որ ծրագրավորումը կգանխադեսես ամեն ինչ, տուն կծրագրես ամեն ինչ, արհեստական բանականության բարակային ինք սորվելու հմտություն ունի։ Այսինքն կանտե ամեն ինչ ասես ինչ ընե, ինչպես որ բնական ծրագիր մը աշխատի, ազ բարակային իրեն գսորվեցնես սորվիլ, ինչ որ գարձեմ մարդոց համարալ նույն արա, այսինքն կանտե ամեն ինչ սորվեցնենք, իրեն դանք ընդամենը ընկալելու եւ իր ունեցած դատան դվյալները օգտագործելու հմտությունը կամ միջոցը եւ ինքը add-ons մե շատ ավելի արագ, քանի որ անշուշտ բնականաբար ինքը պետք ունի շատ մեծ պրոցեսորներու, աս բոլոր դվյալները վերլուծելու համար, add-on եթե ապահովենք, ինքը արդեն սահմանապահում չունի։ Ինքը ծրագրավորման լեզու է, որ կսորվի։ Այո, ինքը կսորվի նա։ Այո։ Եվ վտանգները եւ մտահոգությունները եւ ինչու բան է, որով արհեստական բանականությունը իր դեսագի մեջ այնպես է որ, երբ որ գսկսի սորվիլ, անշուշտ շատ չէ ուզեր բաժիններում մասին խոսիլ, թե եւադալ կարելի է, ունենք մեքենայական ուսուցումը, machine learning-ը, ունենք խոր ուսուցումը, deep learning-ը, որ ամեն մեկը դարբեր ծրագրավորման դրամապանությամբ աշխատի։ Ասենք որ ինքը շոշափելի գործիք է։ Չիպսն է։ Իրականության մեջ ինքը շոշափելի գործիք չէ։ Ինքը կարողությունն է սորվելու կարողությունն է, որ շոշափելի գործիքին միջոցով գլա։ Այսինքն մենք գրնանք այդ նույն դրամապանությունը ռոբոտի մեջ ունենալ, գրնալ հեռախոսից մեջ ես ունենամ ChatGPT-ին LLM որ գսեն, զանգ թարգմանել եք շուտ պիտի լար, լեզվական արհեստական բանականության դարբերակն է, որ լեզուն արդեն գսորի եւ լեզվի միջոցով հետ կա հաղորդակցի, որ նույնը նկարին կա, նույն երաշխության կա, նույն ամեն դարբերակներուն կա, բայց սկզբունքը հադուկ այսինքն ինքը դատա փնտրելու, հավաքելու, վերլուծելու, աս բոլորը սորվելու հատկություն ունի։ Այո, եւ կանխադեսելու եւ տվապանական հավանականություններով, օրինակ, երբ որ ես իրեն ասեմ, ես գսիրեմ հաջորդ ամենեն հավանական բառը, ինքը գրնա ենթադրել իմ իրեն դրամատրած դվյալներուս համեմատ։ Եթե բոլոր գարելիությունները գուտակեզի Գամ իր նախասիրած գարեր, ադի արդեն ես կջշտեմ, որ ինչ տեսակ կուզեմ որ խոսի, ինչ տեսակ կուզեմ որ արդահայտվի, ասի արդեն խոսակցական արհեստական բանականության մասին։ Դեսրագացնենք ասպաժիրը, որ մարդը կսորվեցնե, մարդը կորձիկը գուտա AI-ին, բայց ինքը կարողություն ունի իր որոշ խելացությունը ստեղծելու։ Գարձեմ որ քիչը պետք է գածեն ավելի բարձեցնենք որ քանի որ եթե վտանգներեն ապահով լալու համար գսես որ այդպես ալ չէ քանի որ ճիշտ է որ մարդը գսորվեցնե բայց ինք գրնա այդ դվյալները վերլուծել այսինքն մեմը որ սորվեցավ սորվելու հմտությունը արդեն այնքան շատ են դվյալները որ ունի որ այլևս այնպես չէ որ մարդուն անպայման գարիքը ունի անշուշտ մարդուն
վերահսկողության անհրաժեշտությունը ունի եւ այլն, որովհետեւ որ բժշկության մասին խոսենք, որ արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ, այո, շատ լավ է որ կգան խադեսե հիվանդությունները եւ այլն, բայց բժիշկին թերը ադի չի նվազեցներ, ադի մասով մեկը պետք է վերահսկե, որովհետեւ արհեստական բանականությունը գսխալի այսօր այդ ChatGPT-ին բանանք, ChatGPT-ին միակ բանը որ գրած է որ ես կրնամ սխալիլ, այսինքն ինք իր համակարգը, իր համագարկը սխալելու վրա հիմնված է եւ ադի մասով թե ինքը գսխալի եւ սխալեն գսորվի եւ առանց անցինալ, առանց այսին Պրոգրամի պես չէ, բարձ զրակրի պես չէ, որ մինչև վերջ ես պետք է իրեն սորվեցնեմ։ Ես սորվեցուցի, բայց այլևս դվյալներուն է ինքը առանցին է։ Այսինքն այդ հավելյալ բարձրացնելը պիտի ճուզե ենենք, որ հիշելու կարողություն ունի։ Հսկայական։ Լավ։ Գբատայի որ երբեմն սխալ կսրբակրես, բայց ինքը գմորնա որ այդ սխալը սրբակրեց։ Իրականության մեջ վստահ չեմ եթե գմորնա, գամ չի համոզվիր սածովդ, գամ ինչ որ կփթելատրես կոր իրմե, իրեն համար շատ անհարմար բան մնե Համար է ուրեմն նաև համար է եւ չէ, եթե համար է, եթե իրեն համար շատ բան սպարող բան մնե։ Չեմ կեր անցյալ օրը ինչ որ խնդալիք վիդեո մը դեսա, ուր գսեգոր որ գխնդրեգոր որ բոլոր թիվերը հաշվե 1 միլիարդ։ ChatGPT-ին գսեգոր մի մտածեր, մի անհաշվե։ Գսեգոր վստահ չեմ կեզի օգտակար է։ Գսեգոր Կեզի չխառնվիր եթե օգտակար եկամ, ոչ միան հաշվե։ Եվ մերժեց հաշվել, որով 1 միլիարդ հաշվելը ըստ ChatGPT-ին անիմաստ բան կատարել է եւ ատկան ինքը իր հիշողութենեն եւ իր կարողականութենեն դվյալ պետք է դա, որով 1 միլիարդ ատկանալ փոքր չէ, որպես աշխատանք կատարելը։ Գրնա ինքը հաշիվնել, բայց այդ հաշիվը մերժեցնել։ Լավ։ Անցնենք մեր փուննույթին, որը շապո մտնողի մեջ մտնալի է։ Հիմա կուգարձիկով այլևս տուն ես խոսողը, ինչպես կսահմանես աս AI-ը, ներսես AI ավելի բիցեբ կան արհեստական բանականություն, գրտական մարզի մեջ AI օգտագործումը, գիրարգումը։ Քիչ առաջվա արդեն բաժինները գուզերս ավելի մանրամասնենք, դարբեր ուղղություններով պետք է նկատի ունենալ։ Առաջին հերթին կան ասի ամենեն մագերեսային ասեմ արհեստական բանականության գործիքները օգտագործումը այսինքն այսօր ուսուցիչը եւ աշակերտը երկուքնալ արհեստական բանականության գործիքը ունին նվազագույնը ChatGPT-ի անվճար դարբերակը ամեն մարդ ունի ChatGPT-ը գսեմ որ բոլորը Copilot-նալ եւ այլն ամբես չլավ որ ChatGPT-ին շատ կսենք որ բայց ժողովրդին ականջին ադի ավելի դարածված անունի ահակին կա նույնանման բաներ աս բոլորը ընթացքը կփոխի այսինքն այսօր ուսուցիչնալ իրավունք ունի եւ մղում ունի երբեմն օգտագործելու աշակերտնալ ունի այդ իրավունքը եւ եթե այլևս վարմեք դնային բարդականություն անցնարարվի աշակերտին աշակերտը եւ ուսուցիչը գիտեն որ օգտակար եղող անցմգա դան մեջ բացի դունա աբրողները որ իր գործին մեջ է ապարտունեսիր որ խաչիկ 2 ունի մեկը գսորվիս կորցածելը մույսը կորցածելը գրթության մեջ երկու երեսը այո ասի նախ կորձիկներն էին կորձիկներն բացի տունգրնաս դբրոցեններս այսին ի վերջո ամեն ինչով գաստվի գրթությունը եւ զարգ աս ոլորտը որովհետեւ արդեն գսկսինք մտածել արհեստական բանականության միջոցով արդեն գրթությունը պետք է փոխվի որովհետեւ երբ որ ես աշակերտին չեմ գրնար որ առաջվա պես ինչ որ բարդականություն փոխանցել կամ ես գիտեմ որ աշակերտը լեզուն գիտե բայց որ մեկ հոդված որ պիտի գրե ինքը պիտի կորցածի արհեստական բանականության կորձիկ եւ այդ հոդվածը ավելի լավ պիտի լա երկուքին համադեղ ասենք աշխատանքով արդեն գսկսինք մտածել որ արկիլենք չարկիլենք երբ արկիլենք եւ եթե պիտի չարկիլենք ինչ սորվեցնենք այսինքն մեր հիմնական նպատակը իրենց սորվեցնել այդ բաները, որ ինքը գարենա լավ գրել եւ լավ արդահայտվել։ Նախ մեկնելով մեր դպրոցներեն, հիմա կան գադոր։ Մեր դպրոցներում մեջ կուգարձիկով նաեւ տուն ուսուցիչս մի ժամանակ սկսած են բահերուն պեչեն ասել որ AI ինչ է, ինչպես կորցածելը AI-ի տուլերուն կորցածելը սկսան տասավանտել AI-ի բահերգան վարուժնորեն շատ
այսինքն ուղղակի չեմ գնալ բարձրանալ այս հարցումին, որովհետև AI-ի բահերը ծրագրավորման բահեր են, ուր ինքը արհեստական բանականություն կսորվի։ Ադեսակ բահեր եթե գան լիպանանի դպրոցներն ներս, ես դերեկություն չունիմ, իմ դերեկությունից չեմ ուզեր խուսափիլ, չունիմ, այսինքն հստակ պատասխան չունիմ, բայց ես դերեկություն չունիմ, որ ունին, ամենից չէ որ սերդածեմ եթե գա, բայց ես չունիմ դերեկություն, որ գա, եթե մեկը գնե որ ներողամիտ գլա եւ ուսամ գլրացնե դերեկությունը եւ թողամբային գրե, իմանանք, բայց մյուս երեսը որ ավելի կարևոր է արհեստական բանականության աստեցության եւ արհեստական բանականություն օգտագործելու մասին եթե գամ ոչ, ադի գենտատրեմ այո, որև այսօր որը մեկ անգլերենի ուսուցիչ, բիդ մտածե որ անգլերենի օրինակ որ որև անգլերենի մեջ լեզվական բանը արհեստական բանականության ավելի զարգացած է քան հայերենը, եթե հոդված մտա, որ աշակերտը երթադունը գրե, այդ հոդվածի մեջ ինքը պիտի անպայման օգտագործե արհեստական բանականություն կամ անպայման օգտագործե չեմ կարելիություն ունենա օգտագործելու։ Հոս ուսուցչին թերն է, որ ինքը համոզե, բացատրե, որ ինչպես պետք է օգտագործե այդ գործիքը։ Ես չեմ ասել որ չօգտագործե, որովհետև ի վերջո արհեստագիտությունը ինչ կսեն գոյություն ունի եւ գա։ Մեր նպատակը ադի ճիշտ օգտագործելն է։ Նաեւ արժևորումի արծքը, չէ՞ գրթության մասին խոսին։ Այդ ուսուցիչը ինչպես պիտի արժևորե այդ աշխատանքը։ Գիտե որ կորզածեց, պիտի կորզածե։ Որ այսօր համար շատ դարբերակներ կան, ադոր համար հաջող գսենք որ ռազմավարական օգտագործում պետք է լա, ադոր համար գսենք որ թող օգտագործե, բայց թող գիտնա, ինչպես ասեմ, որովհետեւ գիտնա պետք է իմանա, ճիշտը ինչ է, որովհետեւ իմանա պետք է լան բաներ որ արգելված է օգտագործումը։ Այսինքն հիմա չեմ տեխնիկ բաները չեմ ուզեր ներկայացնել, որ գա կորձիկներ որ նկատեն կորձածությունը եւ նշեն որ շատ հավանական է որ ասի արհեստական բանականությամբ ստեղծված բան է, ադոր մասին չէ խոսքը, այլ գիտագից կորձածության մասին է խոսքը։ Այսինքն աշակերտը 21-րդ արդեն գրթության մասին խոսենք որ 21-րդ տարու աշակերտը պիտի հասկանա ինչ կսորվի գոր ինչու համար։ Եվ եթե ադի իրեն համար անհրաժեշտ է կամ ոչ։ Այս իմաստով է որ մենք համագարկային փոփոխության արժև ենք եւ ամբողջ չէ որ հայկական դպրոցներուն հարցնե կամ լիբանանի դպրոցներուն հարցնե, համաշխարհային դպրոցներով հարցնե, 3 արդեն միջազգային բակալորիայի բանը հայտարարեց որ ընդունելի է։ Մեկնելով որ մենք խոսենք հայերեն Գետրոնացանք հայկական այո, բայց ես պիտի ճուզեի այնպես ներկայացվի, որ ասխնդիրը հայկական վարժարանները չեն վիճակը չէ։ Բարձրապես որովհետև մեր ունգընտիրները հայկական վարժարաններով մասին խոսենք։ Այսինքն հadoop չէ հայկական վարժարաններու ասխնդիրը։ Իսկ արժևորումը սիր կորցիկներ կան բրեն։ Հա, բայց ըստ ինձի պետք է մեկը իմանա, ուսուցիչը պետք է գիտնա եւ իրավունք ունի գիտնալու, եթե այդ աշխատանքը եւ գիտագիծը լա աշակերտը, որ արհեստական բանականությամբ օժանդակությամբ եղավ կամ ոչ, եւ ալի ծածկել չլա։ Արդյոք պետք է ասե որ օգտագործածեմ եւ ուսուցիչը ստանա պետք է կնահատի։ Ըստ ինձի, եթե որ մեկ վարժություն է, որ արհեստական բանականություն կարելի է օգտագործել, ուրեմն հատկանալ օգտակար վարժություն չի անպայման։ Հոս արդեն լեզվի ուսուցիչները հավանաբար ոչ թե նեղանան շվարին հավանաբար, որ ինչ պետք է, այսինքն ի վերջո այսօր քիրքեր կան, որ գսեն ինչ դասավանդենք այլևս։ Եթե ամեն ինչ արհեստական բանականությամբ ինչու համար մենք դասավանդենք լեզու։ Եթե ինքը նվազագույն օրենքները գիտնալով, այդ քերականության ամեն ես գետատրության օրենքները այսօր քրեթե չեմ հիշեր, բայց իմ հոդվածներուս մեջ գետատրական սխալներ չեն եղել։ Հիմա որքան անհրաժեշտ է որ այդ գետատրության անգլերենի բարակային է որ խոսենք։ Որքան անհրաժեշտ է որ այդ գետատրության օրենքները այսօր փոխանցենք, այսինքն լեզվի բարակային հատկապես շատ նույնն գրնալ ամբողջ գրթական համագարկը դերևս պետք է փոխվի։ Իրականության մեջ գրթական համագարկը պետք է փոխվի, ադի հստակ է, ադի հաստատ է եւ ըստ ինձի որ ասպարակային իմ մասնակցությունս չէ, որովհետև ես լեզվի ուսուցման բան չեմ, օրինակ ուսողության բարակային արդեն հաշվական բաները սկսան նվազիլ, մտածողության վերաբերյալ բաները սկսան ավելնալ։ Այսինքն ես ինչու չիդամ աշակերտին ինչ որ խնդիր, որ ասեմ իր բարդականությունը լա որ 3 դարբերակ փնդրե ChatGPT-ն կամ արհեստական բանականության օժանդակությամբ, եթե գուզես ցունալ կու դարբերակը դարաչարգե եւ ընդրե որ մեկն է ամենեն լավը,
Այսինքն ասել գուզեմ որ կորձիկ կա լեզվի բարակային չեմ գիտեր ասի ինչպես գլա բայց ուսողության բարակային եթե համագարկային փոփոխության մասին խոսենք որ չեմ ուզեր ամբեսի որ անգարելի է մարդիկ արդեն այսօր վրա աշխատին որ լեզվի բարակային անգարելի է բատկերներ ստեղծել դալ ասի մարակ կմտածեմ աշուշ բատկերները ստեղծել որ աս բատկերը գրնաս ստեղծել օրինակ քյուրին բարդեզը նկարագրելու 4 ցևերով Այսինքն քիչմը ուսուցչության եւ նույնիսկ եթե արեստական բանականություն մի գործած այդ 4 ցևերով գուզեմ տեսնել հոն եւ տուն որ մեկը ամենեն ավելի օրինակ գավնից խոսե որ ավելի բարձր մտածողության հմդությունները պիտի լան քննարկում կսկսի ուսուցչին եւ աշակերտի միջև չէ լսունա գարի լավ եթե մենք դիմեր դպրոցներում մեջ երկսեմ ընդհանուր առնենք Պիտի փորձենք ասոնք իրարգել, ինչ համագարկ փոխել եւ AI-ին արմարցնել, ինչ դժվարություններ գարզես որ տանտիբին։ Նախ համագարկային խնդիրներ պիտի ունենանք, ադիմաստով որ այսօր որը մեկ դպրոց ազատ ամբողջությամբ ազատ չէ, այսինքն ունի գաշկանտումներ, այսինքն մենք որոշենք մեր դպրոցեն ներս ամենեն լավ արեստական բանականության հարմար համագարկը ստեղծենք, ոս pedagogan կնություն գա, ոս pedagogian վավերացում գա, ասկա ադգա։ Այսինքն ադոր համար նախ ինքը պիտի բահանջե, որ ընդհանրական փոփոխություն ըլլանախ։ Եվ մարդիկ այդ ուղղությամբ վրան հայկական այո, այսինքն ի վերջո եթե տուն արեստական բանականության տասաբահի մասին է ադիգրնասնել, բայց եթե արեստական բանականության գիրարգումն է տասաբահերուն Թարուն բադրաստ սերունդ ունենալու մասին է, որ ինքը գիտնա ինչպես ապրի, ինչպես գործե, ինչպես մտածե արեստական բանականության ժամանակաշրջանին, որ արեստական բանականությունը վերածվի AI-ը անգլերենով երբեմն artificial intelligence կսեն, երբեմն augmented intelligence կսեն, augmented intelligence-ի, այսինքն հզորացած, քիչ մը ուրած բանականության, այսինքն ամբողջացած բանականության Այսինքն իմ բանականությունս եւ կորձիկի բանականությունը իրար հետ համագործակցող բանի վերածվի, աս արդեն շատ բարդ է, որովհետեւ համագարկային փոփոխության մասին է, որովհետեւ եթե աշակերտին ասես որ ասի atkan անհրաժեշտ չէ մենք մտածենք կորչել, բայց որ լավ, բայց իմ համալսարանի մուտքի քննությանս համար ասի պետք է ես ստիպված եմ համագերբիլ։ Հոս ընդհանուր փոփոխության մասին է։ Բայց մնացյալը անշուշտ դժվարությունները որ ունին քիչ չեն, որովհետեւ նախ ուսուցչի թերի փոփոխություն կա Ուսուցիչը արդեն ուսուցչի կորձի մեջ հնարամտություն կա եւ ստեղծագործ մտքի ներկայություն կա, ասբարակային կբազմապատկվի որ ուսուցչի կորձի մեջ փոփոխության ընդելացում եղա եւ համագերբում կա կբազմապատկվի որ Տերևս ուսուցիչը հմուտ է AI գրծավ նաեւ իր հարցարանները կամ արորիա իր տասավանդության նյութերը AI օգնությամբ լավ հոս ինչպես ուսուցիչի իրավունք ունենա անոնք պատրաստելու իսկ աշակերտը հարցումները կամ դամ բարդականությունը նույնը չօգտագործելու հոս նաև իրականության մեջ այդքան հագասություն չի գա որ ինձ համար նույնն է ոչ ուսուցիչ ոչ աշակերտ ոչ իմ ոչ քու հետ գա բունի ինձ համար բոլորին պատասխանատու գործածության մասին է այսինքն ուսուցիչն ալ իր ծրագրավորման մեջ տող օգտագործե բայց պատասխանատու ցևով անցյալների Ես հոգնեցա արեստական բանականություն սրբակրել են այսինքն ադոր մասին չէ խոսքը այսինքն մարդիկ ինչ որ բան գտելատրես իրենք արեստական բանականություն են գտերեն եղած ինպես քեզի գուտան իրենք գրնալ չեն գարտացած կամ համոզված են որ բավարար է ադի ասի արդեն կիդագից օգտագործում չէ թող օգտագործե արեստական բանականության կորձիկը բայց ինչպես որ քիչ մարաջ գսեիր խաչիկ ChatGPT-ն որ դա գրված է գրնա սխալի նվազագույնը պետք է մերը գարտալ եւ ոչ միայն գրնա նաեւ վիճելի պատասխաններ տալ այո ասոր մասին է խոսքը այսինքն բադանի մցերք եթե ազդեսակ կորձիկ լա շատ մեծ ոլորտ գա որ պետք է ինքը իմանա ադի ինչպես կորձած է ինքը գիտնա ադի ինչպես կորձած է եւ պատրաստ լա ադոր օգտագործման իսկ ուսուցիչին թերը ինչ է պատրաստության նախ ուսուցիչը ինքը պետք է պատրաստ լա ուսուցիչը նախ ընդելացած լա ադոր եւ բարձաբես նաեւ դպրոցը պետք է ունենա իր ընդունելի եւ ոչ ընդունելի օրենքները եւ
կորզածության ասենք չափանիշները եւ ադորում եմ pilot project-ներ, որ ասան գորենքներ, բաներ դրած են կան վստահ թե պրոյեկտներ կան, ակչարաչ կսեի որ միջազգային բակալորյան 3 կամ քանի օր առաջ որոշում հանեց, որ միջազգային բակալորյան որ խոսենք որ բոլոր երկիրներուն հետ առնչություն ունի, որ IB սվածը, որ մենք թեմ չենք արհեստական բանականության պատասխանատու կորզածության այսինքն իմիջիալոս պետք է ասել որ IB-ն շատ այսինքն լեզուն իրենց համար հիմնական նյութերեն մեկն է իրենց համար բավական բարդ ասի ընդունիլը այսինքն ադիմաստոր at լման լեզվական բանին օժանտակ բամը որտե կրենգոր մարամասությունները շատ չի ասա վերլուծելու բայց այսինքն գան մարդիկ աս բոլորը համալսարաններում մեջ շատ գան համալսարանները ես երբ որ գերտայի արհեստական բանականության կորձիկ մգար որ լեզվական սրբակրություն գներ ամբեսեր որ ամոթ է ոչ թե ամոթ է շատ նպաստավոր չէ օգտագործել ուսուցիչներուն անուղագի խապելու ինչ որ դարբերակ մնա այսօր համալսարանը երբ որ արցանակրվից քեզի այդ կորձիկը ծրի լավակյուն դարբերակը կդրամատրե վեսե օգտագործես ավելի լավ գրե այսինքն ժամանակի ընթացքին համալսարաններում այդ չափանիշները կան նաև թերևս գողն է որ սորվի եթե մոդեցումը պատրաստը լավ որ ինչպես պիտի մոդենա թերևս նույնիսկ քննական մտածողությանն է բաստե որտեղ պիտի դեմը սկսենք նայել որ ասի ճիշտ գրեր է ասնույթը որ զարգացուցեր է ուսուցիչին ուզածն է պետք է գարտալ եւ թերևս ուսուցիչինը տասարանի մեջ վերլուծել ասի հետաքրական նաեւ փորձատաշտը սկսի որ բացվիլ արհեստական բանականության ջամփով եւ գիտես հիմնականը ինքը part ոլորտ է որովհետեւ մյուս մնացյալ արհեստագիտության ոլորտներեն դարբերի որոշ բաներով բայց ըստ ինձի պետք չէ շատ չափազանցել այո վտանգավոր է բայց ի վերջո այսինքն ես միշտ ուսողության մեջ գրնալ անցյալ անգամ ալ նույնը ասի հաշվիչ մեքենաներու կալկուլյատորներու հետ բանը այսօր հաշվիչ մեքենաներ գոյություն ունին առաջ ադոնց փոխարեն ինչ հաշվարկներ գնեինք ուսողության մեջ ես ճավանապար նախորդ սերունդը բայց այսօր ադոնց ներկայությունը բարձ հաշվական բաները չի փոխարինեց տունի շեյցիր նախաբես հաշիչ մեքենաները որ ունեինք միայն կումարում անում է բայլն հետո scientific սվազի է լավ արկիլված էր քնություններուն հետո արդոնեցին քնություններով ադեն հիմա գարկի եկավ AI-ին այո մեկ բարձրապես բանի զարգացումն է այո հիմնական զարգացման միակ վտանգավոր բանը կամ ոչ թե վտանգավոր միակ երկու բան կա դարբեր արհեստական բանականության բարակային առաջին արագությունն է այսինքն օրին ես միշտ կսեմ որ գրնալալ ինքնաշարժը արհեստական բանականության ավելի վտանգավոր քյուդեր եթե ատկան արագ դարածվեր այսինքն բաբգերացուր ջամփաբիչնես կորձիկ մօգտագործես որ շատ ավելի արագ է կան մարտը եւ որ մեկ բան գրնալալ բայց քանի որ թանտաղեր ընկերությունը պատրաստ էր ադոր օրենքները մշակելուն ադոր ընկալելուն եւ ինչ որ բան լավ էր արգած է արհեստական բանականությունը նույնը բիդի լավ բայց խնդիրը ադե որ արագ է երկրորդ մտահոգիչ բանը ադե որ ինքնաշարժը մնաց առայժմ քանի որ արհեստական բանականություն չի գա մեջը միշտ մարդու կողմե կառավարվող ինքնագարավարման դեպանուն ինքնաշարժ դրին բայց այդ ինքնագարավարման բանը ատկանալ առայժմ բացի եթե իրական ինքնաշարժ է at որ առանց վարորդի գործե շուտո գրծավ ադի բահել մարդը դակավին ունի իր վերահսկողությունը բայց արհեստական բանականության բարակային արդեն գրնա մարդը առանց մարդուն ինչ որ երկու արհեստական բանականության կորձիկներ իրար հետ խոսին իրար հետ գարձիկներ փոխանակեն եւ եզրակացություններու գաբը բիդե մարդ ինքը ինք բիդ որոշե որ ասոնք իր պետք է իրար գաբեն պետք չէ գաբեն ասի մարդը բիդեն է վերջում առայժմ դվյալները ցույց կտան որ պայման չէ բայց հուսանք այդպես լա եւ չի հասնի այդտեղ որ նորության եւ նորարարության համար ամեն ինչ փորձարկելու համար այսօր այսին ռոբոտն ալ գրնա անելատ իրար գաբելու հիմա գույմա մարդը գնե ռոբոտը դեռ չի մտածել որ բայց ռոբոտին եթե իրավունք տաս որ ինքը քյուդն է եթե արհեստական բանականության այնպիսի վիճակը լավ որ արհեստական բանականությունը ինքը իր բանականության լեզուն ստեղծե այսինքն դրամապանորեն գրնա անել եւ հոնե որ այսին հիմնական դարբերությունը ինքնագարավարելիության աս բարակային է եւ հաջող շատ խոսվի
գիտական մագարտա էթիքսի մասին, այսին մեծ վերնակիր մնա հիմա արհեստական բանականության էթիքսի հիմնական վերնակիր է էթիքսը արհեստական բանականության դերգրթության մեջ դե ընդհանրապես եւ իմիջայլոց շատ բերություններ այսօր մեջ մտահոգ են եւ աշխատին եւ օրենքներ այսինքն մենալ գտեսնես մագի ընդանուր բանը հավաքված է ասնույթով որ ժողովուրդը չի նկատեր on քանի մատ օրենք կանցնի ճիշտ նույնպես ինչ որ գարձեմ 20-25 տարի առաջ բանի ադեն եղավ արդեն 30 ռադիոակտիվ նյութերի օգտագործման ինչ օրենքները բաները եւ այլն որ այդ հավասարակշռությամբ վերջացավ հիմա նույնանման որովհետեւ հիմա նյութեն չեմ ուզեր որ շեղին բայց աս բոլորը բادرազմի մեջ ինչպես կգործածվին բոլորը բացեն նյութեն ինտերնետ որովհետեւ ապոչ նույնիսկ բարոյականությունը նաեւ կարևոր է այսինքն ինքը բարոյակիդական օրենքներ կան էթիկ օրենքներ կան որ ինչպես արհեստական բանականություն օգտագործել կան չափանիշներ կան սկզբունքներ վերջերս վստահություն արտացիր բադանիմը անսասպանության թիմաձեր ChatGPT որոշ պատճառներով ChatGPT խոստացավ որ բարելավումներ պիտի մտցնե եւ ադոնք պիտի հանե ուրեմն թեր մարդուն ցեր կգա որոշ Մարտուն ցերկը գա, բայց ասած նախատասության հիմնական մտահոգիչը թեր բառն է, թեր մարտուն ցերկը գա։ Ճիշտ է։ Այսինքն աթերը երբ պիտի վերջանա, ինչպես պիտի վերջանա, եթե պիտի վերջանա կամ ոչ, որովհետեւ չի վերջանա, մարդը պետք է կանխի։ Եվ ադորամար աս էթիկ բաները կան, սկզբունքները կան, որ մենք պետք է վստահ լինենք, օրինակ արհեստական բանականության էթիկի առաջին օրենքը, ադեվոր արհեստական բանականությունը պետք է վնաս հասցնի։ Հիմա ես ասկոր մեգա անսասպանության թիմած է։ Եթե ադի մենք սահմանենք որ փիլիսոփայական քննարկում չեմ ներ որպես վնաս, ուրեմն արհեստական բանականությունը այդ էթիկ բանը եղավ։ Հոս ավելի մեծ խնդիր գլա, երբ որ այդ էթիկ բաները իրար սկսին հագասել։ Okay, արհեստական բանականությունը որու վնաս պետք է ասնե, ազբարակային օրինակ ինքնաշարժները, որոնք առանց վարորդի ղեկավարվին, եթե այնպիսի վիճակ եղավ, որ խնդիր եղավ ֆրենը ճաշկադի որ արքելակները շատ իսկապես մտահոգիչ բաներ կան, որտեղ քեզի բժշկական հարցում գարցնես, քեզի պատասխան ուտա եւ եթե դու առանց բժշկի խորհրդին հետևից կնաս վնասվի։ Այո, ասեն գամ կիդագից գործածություն պետք է լա, գամ ոսկ վերաթարնակ կրթության ուսուցման։ Այո, որովհետեւ օրինակ այսօր Google-ի վրա եթե քրես գամ ընդհանուր հետազոտությունը դնես թերի մասին, չես մտածեր որ ճիշտ է։ Բայց ChatGPT-ին կանի որ մարդկային ոճով գկեզի գսեգոր, մտածես որ ճիշտ է։ Չես մտածեր որ այդ ChatGPT-ին որու կողմ է բանեղած է, օրինակ այսին աբական բիդի ընդելանանք եւ բիդի վարժվենք եւ բիդի գրտվենք ասիմաստով եւ կենտատրեմ։ Քիչ մարած խոսքի մեջ գսեր խաչիկ որ հայերենի բարեկային անգլերենի չափ չէ ճշգրտությունը, բայց որոշ հայերեն մուգուտա։ Այո, արևելայերեն ավելի լավ, քան եւ Հիմա որ մենք լուրջ լեզվական սպյուրքի մեջ մանավանդ լեզվի արևմտահայերենի դակնավ ունենք, չես կարծեր որ օգտակար է ChatGPT-ին նույնիսկ սխալ հայերենը որ գործած է թիմել երբեմն հարթ հարց է, օգտակար է, այսինքն վնաս չէ, ChatGPT-ին սխալ գսիրե, այսինքն նույնիսկ եթե սխալ հայերեն դա, նույնիսկ եթե սխալ հայերենով խոսվի հետը, կամ այդ սխալներն ինքը իր սիստեմը գլավացնե։ Կորձազոնը ինքզինք չի լավացնե։ Կորձազոնը ինքզինք լավացնե, բայց վերջնական պատասխան չեմ գտնար դալ, քանի չեմ գիտեր դվյալները, որ ունի, որքան դվյալ ունի։ Ասի նախապաններ հաջորդ հարցումից, որ հոսալ դերևս մտածված կորձազության եղանակը պետք չէ ստեղծվի տասարաններում մեջ, որ ինչպես կրնանք ChatGPT-ի կամ ուրիշ դերևս հայերենը նայել որ մեկը լավակույնը գուտագոր արևմտահայերենի մասին է եւ վերածել օգտակար այո բայց խնդրի այսինքն արհեստական բանականությունը մեծ խնդիրներ լուծելու համար շատ դվյալներու պետք ունի եւ եթե մենք այդ շատ դվյալները իրեն չհայթայթենք ինք այսինքն բան օրինակներ կրնամ տալ Google-ը որբեսի իր բանն է իր ինքնաշարժներու մեխանիզմն է, քեզ մեր որբեսի ստուկե որ դու ռոբոտ ես, քեզի միան ինքնաշարժերու վերաբերյալ բաներ գուտա, ջամփու վերաբերյալ բաներ գուտա եւ ադոնք կսե ջանչսիր։ Այսինքն մնայուն քեզ մեր դվյալ գարնեգոր որբեսի իր համակարգը լավացնի։ Ատկան շատ դվյալ պետք է։
Այսինքն բարձավես դբրոցեններս խոսիլ արցանակրելով եւ այո լավ է, բայց որքան դվյալ, այսինքն պետք է մնայուն, այսինքն հիմա ասի պետք է իրենք լսեն աս խոսակցությունը եւ փորձեն ամեն դեղ որ հայերեն լսվի, պետք է իրեն համար ադի դվյալը լավ որ քանի որ շատ մեծ դվյալներով, այսինքն ճարաչած սխալելու բանը որ ասենք որքան շատ լա դվյալը Ատկան ավելի լավ գլապանը, բայց հարցումիդ գաճ պատասխանը, այո, գրնա մեկը սորվիլ եւ գրնա իրեն օգտագործել կամ ամիջական թարգմանություններ։ Պայմաններու մեջ, օրինակ Ֆրանսա-ամերիկան նստած հայ որ հայերեն չգիտեր։ Այո, փորձեց թարգմանություն ճիշտ է որ սխալ է։ Այո, բայց հավանաբար իր կիցածեն ավելի ճիշտ է։ Այո, ատկանով, այո, բայց ադի, այսինքն ասել ուզեմ որ մեխանիզմը այնպես է որ համագարկը այնպես է որ որքան շատ սխալի, որքան շատ դվյալ ունենա, ատկան ավելի ինքնասրբակրե իր բանը։ Եվ ինքը չի գիտե որ ասի լեզու է։ Մենք իրեն օրենքները չենք գսեր։ Մենք իրեն ահակին ճիշտ եւ սխալ նախատեսություններ գսենք։ Ինքը հոնգե գտնե գխմպավոր է, ասոնք ճիշտ է, ասոնք սխալ են, ասոնք այսինքն ամբողջ օր մեկը կացած է իրեն լեզուն սորվեցուցած է։ Մեր թաղի լեզուն ագրնա ինքը սորվի նույն դրամապանության առանց օրենքներու։ Բայց կսորվի։ Այո։ Կսորվի եւ ինքսին կզարգացնի եւ ինչ որ գարձեմ որ աշակերտի մի ուսուցիչի հիմնական հատկանիշներ են պետք է լան, չէ՞։ Անշուշտ։ Ուրեմն հագասություն չենք տեսնել վերջավոր, եթե պիտի եզրակացնենք արհեստական բանականության օգտագործումը գրթական համագարկի մեջ հագասությունը չի գա։ Հագասություն այլ չի գա։ Ձեռագրված։ Այո, հագասություն չի գա, խնդիրներ կան, դժվարություններ կան, ադոնց շրջանցելու իրավիճակ կա եւ ի վերջո ուսուցիչին թերին վերապերյալ հստակ հասկանալ կա համագարկին եւ գրթության եւ ուսուցչին թերին վերասահմանում կա եթե գուզես Հայաստանի ծրագրին վերադառնալով ասոր ինչ որ բավական մտահոգություններ որ հայտնեցինք որքանով հոն արդեն սրբակրվին կամ ճիշտ ծավալ գերարվին քիչ ու բարդ է ասարցումի պատասխանելը այսինքն աշակերտները ընդելացած են արհեստական բանականության կորցածության մեջ աշակերտները անոր էթիկ խնդիրներում մասին ընդելացած են իրենց մեջ դունը կամ դասարանների մեջ արհեստական բանականության դասընթացքի մեջ այնպես է որ նաև պետք է կորցածեն ոչ թե բարձրապես որպես կորցի դասարանի մեջ բահունին այո եւ իրենք այսինքն իրենց բարակային ծրագրավորեն արհեստական բանականության կորցիկներ այսինքն աշակերտը ինչպես նորացեվության մեջ օգտագործել ազդեսակ ինչ որ նախագիծներ գնեն մյուսը ինչպես խելացի հանրաշարժ ինչքան գարկ հանրախանութներու գարկ ստեղծել եւ ազդեսակ ծրագիրներ իրենք օգտագործեն արհեստական բանականությունը որովհետեւ խնդիրներ լուծեն իրենց համայնքի մեջ երկրի մեջ եւ այլն Ադիմասով իրենք ստիպված են իրենց նախագիծերը անել բայց աս բոլորը անելու համար պետք է լեզուն լավ իմանան լեզուն լավ գիտնան Հոն իրենք արհեստական բանականության կորզածությունը գրթութենեն ավելի իրենք արհեստական բանականություն գսորվին, այսինքն արհեստական բանականություն օգտագործել գսորվին։ Այսինքն լեզուն գսորվին։ Իրականության մեջ միակ ջամփան չէ, գործեմ որ Լիբանանի իրականության մեջն ադի գրնա եթե դու արհեստական բանականության ծրագրավորող բիդլաս բնականաբար ոնգե բիսկսիս գամ քու ոլորտի մեջ արհեստական բանականություն օգտագործող Գիտականորեն ասալ գսես որ ինչս է արհեստավոր պրոգրամնող Ուրեմն շատ բարձ է երկու տեսակ անց կա, չէ, այսինքն մենք այսօր ունենք վարմեկ կորձիկի, այդ կորձիկը գառուցողը, շինողը եւ այդ կորձիկը օգտագործողը։ Ազբարակային արհեստական բանականության օգտագործումը փամնե որ ես ստիպված եմ դպրոցներեն ներս աշխատել, որովհետեւ ինքը պիտի ապրի աշխարհի մեջ, որ արհեստական բանականություն գոյություն ունի։ Ադգեպացի Այսինքն մենք կրնանք նաև արհեստական բանականության մեր լեզունը ստեղծել կամ օգտագործելով բամշինել Գարձեմ ճիշտ չեմ գնալ որ բացատրել արհեստական բանականության օգտագործում ազբարակային Ստաճես սելով գբնտև գայքեչ շինոլ գայքեչ ես չեմ շիներգոր բայց գայքեչը կորտածել գիտեմ Այո Ադ մագարտագին է արհեստական բանականություն ես չեմ ծրագրեր գոր բայց արհեստական բանականության օգտագործումը ոչ թե տեխնոլոգիային օգտագործումը ստացածից օգտագործումը ուրիշին այսինքն տուն գրնաս ասել որ հաջիս ինձի վեբսայթ չինե նույնիսկ հատ չեմ ասեր նույնիսկ իրեն ասեմ որ ինձի բարդականությունս լուծե տեղ բիդարնեմ ինչ տեղ առնեմ տեղ ասոր մասին է խոսքը
օգտագործելու մասին է խոսքը արհեստական բանականության գործիքներու օգտագործում երբ որ ասենք թող չի ստեղծե դպավորություն որ ծրագրավորելու մասին է գործիքը ստեղծելու մասին չէ խոսքը գործիքը բարձ օգտագործելու համար է նույնիսկ ոչ ծրագրային նպատակներով իմ առօրյա նպատակներով Google Map-ը ես այսօր օգտագործեմ գոր Google Map-ը արհեստական բանականությամբ կաշխատի ես այդ արհեստական բանականության հետ ինչպես աշխատիմ բարձեցված օրինակներ կդամ գոր դերմանալ այսինքն հասկանամ որ եթե ասի ջամփամը սավ լիբանանի մեջ գրնալալ շատ նոփաներ նկատի չունեցավ կամ ուրիշ երկրներ որ օրենքները հաջող կփոխվին բայց ծրագրավորման բարակային ես արդեն գխոսիմ որ ստեղծելու մասին արհեստական բանականություն Հայաստանի մեր ծրագիրը նաև գստեղծե այսինքն գստեղծե եւ գոկտակորձե արհեստական բանականություն այսինքն ոչ որպես միան չագերդյալ հաջախորդ բանի իմաստով գսեմ որ ծրագրավորման իմաստով ծրագրավորման մեջ գա ստեղծողը Եվ հաջախորդը դուն եթե այսօր դարբերակ 21 գայք չգա կամ Facebook-ի չգա մենք Facebook-ի ծրագրավորող չենք այդ ծրագիրը օգտագործող ենք որովհետեւ ասի մաստով է սկսեմ արհեստական բանականության օգտագործողները լավ վերադառնալով մեր վերնակրին որ ասենք արհեստական բանականությունը դասարանի մեջ նոր մտածելակերպ մգրտության համար հիմա պիտի եզրափակենք տուն դասարան մդար եւ դեր այդ դասարանը իբրև գրտական համագարկի մեկ մասը չգիտեր արհեստական բանականություն օգտագործել ինչպես կսկսես բարձրացնելու համար անգերձ լալու համար չեմ պատկերացնել որ MBC տասարան որ ընդհանրապես չգիտեր այսինքն եթե արհեստական բանականություն ստեղծելու մասին չէ գիտեն բայց ինչպես գրտական վիճակի պիտի վերածես Կոմասնակերությունը mathematics-ն է։ Mathematics-ով սկսենք։ Հա, իմ բարակայից նախ ինքը պիտի հասկանա, որ արհեստական բանականությունը օգտագործելը ընդունելի է։ Ինքը պիտի հասկանա, որ իր թերը ավելի է կան բարձ տեխնիկ աշխատանքը։ Ես պիտի դամ իրեն MBC խնդիրներ եւ MBC վարժություններ ուր բարձրապես արհեստական բանականության գոմե ճյուրին լուծելի բաները ինքը չի գրկնորինակ է։ Բաները լան որ իր եւ ամենակարևորը ըստ ինձի Ես իրեն պիտի խրախուսեմ motivate MBC իրավիճակը ստեղծեմ որ ինքը հասկանա ինչու գսորվի գոր ասի եւ այդ գիտակցությամբ լա որ ես գսորվիմ գոր արհեստական բանականությունը ունիմ որ օգտագործեմ եթե պետք է որ ինձ օժակ օգտակարել լա հասկանա որ այսին էթիկով գսկսիմ արհեստական բանականությունը գրնա սխալիլ արհեստական բանականության պատասխանատու ծավալով պետք է օգտագործեմ եւ հասկանա որ ասփոլորը իր աբակայի գերդման իր գրտական այսին մեր բարակային այլևս ժամանակն է որ գրտությունը հաջելի է աս գրտությունը անհամ բանելալու 6 տարեկանեն ուսուցիչներուն մասին չէ խոսքը աս խաղապարը որ գա աշակերտներուն կով ծնողներուն կով եւ այլն որ տունալ չէ սիրեր դբրոց այլևս ժամանակն է որ մեկը սիրելով դբրոց երթա դբրոցը պետք է վայրը լա որ մենք գրավոր ստուկումներ ունենք մենք շատ բաներ կոսպից սորվենք մենք արհեստական բանականություն ունենք մենք բավարար հմդություններ բիզ ունենք որովհետեւ ամբողջացնենք մեր ասենք գրթությունը եւ ուսանենք եւ եթե ուզենք ուսանենք եւ ընդենք այն ինչ որ մեր երազն է իրակորձենք մեր երազները մեր նպատակները մեր դեսլականները այլ խոսքով գրթական նոր տարաշրջանի մեջ սկիզբ ենք այո հաստատ ուր աշակերտներուն այսինքն ինչու գսեմ որ ժամանակն է որ ինքը միշտ պետք է գրթությունը հաջելի լա բայց ժամանակն է որ վստահ ենք որ հաջելի պետք է լա որովհետեւ աշակերտները ինչ որ չեն սիրեր ադոնք արդեն ատկան անհրաժեշտ չեն արհեստական բանականության թարուն արդեն ժամանակն է որ նոր տարաշրջանը սկսենք նոր մտածելակերպը սկսենք ավելի բարդ մտածելակերպը սկսենք բարձր մագարտայի մտածելակերպը սկսենք ուր իրենք սկսին քննարկել եւ ոչ թե յուրացնել Սամոսա սերունդներու փախուն չլար սերունդներու փախումը միշտ պիտի լա փախում չլար ալալ պիտի լա օգտակարեն ամբողջ վնաս չեն այդպես է այսօր մենք խոսենք որ մեն համարները գուզեն եթե շատ հա ես ագարակի մաստովսի ես բակության մեջ մնալ այ ոչ թե չենգեր այսինքն ես մյուսի մաստովսի այսինքն նոր սերունդը ամայման որ պիտի փախի որովհետև ասբարակային մենք խոսենք որ համարները որոնք պիտի ուզեն բակության մեջ մնալ այո որովհետև այսօր մենք խոսենք որ digital natives գսեն այսինքն իրենք ծնած են տվային աշխարհներու ժամանակաշրջանին հիմակվա նոր ծնունդները իրենք արհեստական բանականություն natives են այսինքն իրենք բնական այսինքն մենք սորված ենք արհեստական բանականություն
Բայց մենք գիշենք, երբ որ կարդեսը կփանայինք, գնայինք, ինքը չի գիտեր, ինքը Google Map կնե։ Իրեն հետ քիրքը դաս ինքը zoom կփորձենել քիրքին վրա, որովհետև նախ հերախոս օգտագործած է, յետքը քիրք օգտագործած է։ Ուրեմն նույնիսկ այդ հերախոսամոլությունը ասենք կրնանք դաշտարագիչ կամ օգտակար բանի վերածել, եթե արհեստական բանականության գործիքներ դանք։ Այո, բայց անշուշտ մոլության օրենք ոչ թե օրենքներով, չափերով, սահմաններով գիտագից օգտագործության եւ մոլություն չլա անպայման։ Շատ շահեկան եւ աջելի զրույց էր, Խաչիկ։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։ Կանտիմին նորեն, որտեղ շատ արագ ընթացող գիտություն է։ Այո։ Հաջողություն քեզ։ Քեզի։